Մինչև հիմա լույս չկա ու հույս էլ չկա։ Արդեն 3 օր է հոսանքազրկված են մայրաքաղաքի որոշ թաղամասեր Էրեբունիում եւ կենտրոնում։ Վարդաշեն ենթակայանի հրդեհն է պատճառը, հոսանք բաշխող 23 արկղ այնտեղ մոխրի է վերածվել։ Մասնագետները պայքարում են, որ էներգամատակարարումը հնարավորին շուտ վերականգնվի, որ մարդիկ խավարի մեջ չդիմավորեն ամանորը։ Երրորդ 24 ժամն է աշխատում ենք այս ամեն ինչի վրա։ Էրեբունու բնակիչները հուսահատված են, լսել են, այսօր էլ լույս չի լինելու, ինչպես տաքացնեն սառած երեխաներին։ Երեխեք սառեր կպել են պոլին արդեն։ Այն ձեկները ագրոմից լրիվ սատկել են։ Այդտեղ մի գլխի ճարան ենք, այդտեղ գյուղը մի տեղ էլի։ Չենք ունի երեխեք սառեր։ Շատերի համար տաքանալու միակ եղանակը գազօջախը միշտ վառած պահելն է։ Դե բաքսիա փոքրիկ երեխա էլ ունենք, ստիպված գազի աչքեր են վառ, բայց էդի խոհանոցն ամենակ տաքացնում գազի ահավոր վիճակը։ Ըստ քաղաքացիների ահավոր վիճակի պատճառն այն է, որ Հայաստանի էլեկտրացանցերը սխալ են կառավարվում։ Նրանք կարծում են, որ պետականացումից հետո լավագույն մասնագետները հեռացել են էներգամատակարար ընկերությունից։ Մասնագետների Նիկոլը հանել, սուտի մուտի մարդիկ ընդունել, այտենց հարամել ամեն ինչ։ Հələ տես ինչքան է վառված, թափած ընդ է։ Էսի հետ այրված։ Հա, վառվածներն են։ Պետք է բերեն, հələ հույս էլ չկա այսօրվա վրա։ Հոսանք չլինելու պատճառով մայրաքաղաքի շատ փողոցներում չեն աշխատում լուսացույցները։ Պարեկներն են կարգավորում երթևեկությունը։ Իսկ այն փողոցներում, որտեղ պարեկներ չկան, վարորդների բարեխղճությունից է միայն կախված երթևեկությունը քաոսի կվերածվի, թե ոչ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտնում է, որ հրդեհի պատճառով հոսանքազրկվել են Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարիթաղը, Խորենացի, Տիգրան Մեծ, Չարենց փողոցները։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։